Արդեն մի քանի ժամ է 2026 թվականի հերթական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունն է ընթանում։ Պատգամավորի թեկնածու դառնալու համար գրանցվել է 274 քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, սակայն վերջնական ցուցակում հայտնվելու համար նրանք պետք է անցնեն երկփուլանի քվեարկության մաղով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով իրենք հրաժարվել են ավանդական մեթոդից, եւ վարչությունը պարզապես հաստատում է առաջին 30 համարներին եւ փոխարենը ներդրել են նախավորակավորման եւ ռեյտինգավորման համակարգ։ Մենք անում ենք երկփուլ քվեարկություն, ըստ էության հիմա մենք ունենք կարելի ասել նախավորակավորման փուլ եւ ձևավորվել է կուսակցության մի քանի ցուցակի մի քանի հատված, առաջի հատված, երկրորդ հատված եւ 100-ից ավել է, այսինքն առաջի 50-ը, երկրորդ 50-ը եւ 100-ից ավել հատվածը։ Առաջի 50-ը շարունակելու է քարոզչություն անել կուսակցության շրջանակներում եւ նորից է քվեարկվելու արդեն վերջնական ռեյտինգավորման եւ կուսակցությունը ինչպես որոշի պատվիրակները համաժողովի, այնպես էլ դասավորվելու է այդ ցուցակը առաջի 50 համարները, երկրորդ 50 համարները դասավորվելու են կուսակցության վարչության կողմից այդ թվերի մեջ ընդգրկված անձանց ենք դասավորելու 50-ում, այսինքն կարող են լինել որոշակի տեղաշարժեր, բայց իհարկե նաև հաշվի առնելու իրենց ի սկզբանե ստացած ձայնը, այսպես ասած, եւ տրամաբանական չի օրինակ 55-րդ համարին դնել 95-րդ համար։ Իսկ 100-ից վերև արդեն մեր կուսակից ընկերների թեկնածուների դասավորումը անելու է վարչությունը։ Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Հայաստանում աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու պարտադիր պահանջը, որը պետք է ուժի մեջ մտներ 2026 թվականի հունվարի 1-ից, հետաձգվել է 1 տարով։ Ազգային ժողովի արտահայտ նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ չնայած տրամադրված 1 տարի ժամկետին, քաղաքացիների զգալի մասը դեռևս չունի նույնականացման քարտեր կամ չի ակտիվացրել էլեկտրոնային ստորագրությունը։ Նախարարի խոսքով ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեխնիկական պատճառներով մարդիկ փաստացի զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչն էլ հիմք է հանդիսացել օրենսդրական փոփոխության համար։ Օրենքի նախագիծը արտահայտ նիստում քննարկելու հրատապությունը Առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո ցամաքային ճանապարհով ադրբեջանցիներ են եկել Հայաստան։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Տավուշի սահմանազատված հատվածով։ Քաղաքասարակության անդամները փետրվարի 13-ից 14-ը կմասնակցեն խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում անցկացվելիք երկկողմ կլոր սեղանին։ Նրանք Հայաստան եկել էին նաև 2025 թվականի հոկտեմբերին, սակայն օդային ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցին դատական հայց է ներկայացրել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորական կարգալույց հռչակված Արամայես Թախմազյանի, նախկինում Տեր Թադեի եւ նրա կնոջ Ռիփսիմե Խաչատրյանի դեմ։ Մայրաթորը դատարանից պահանջում է վտարել նրանց Թալին քաղաքում գտնվող եւ եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանից, ինչպես նաեւ վերադարձնել բնակարանի բանալիները, հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Հատկանշական է, որ սա միակ հայցը չէ Արամայես Թախմազյանի դեմ։ Եկեղեցին նաեւ պահանջում է դատական կարգով պարտավորեցնել նախկին հոգևորականին վերադարձնել Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները եւ արգելել նրա մուտքը եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Հիշեցնենք, որ հոգևորականը կարգալույց է հռչակվել եկեղեցու նկատմամբ անհնազանդություն դրսևորելու եւ պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը չհիշատակելու հիմնավորմամբ, սակայն նա շարունակել էր ծառայություններ, այդ թվում պատարակներ մատուցել երկրի իշխանությունների աջակցությամբ։ Իզմիրյան բժշկական կենտրոնում առավոտից սկսված խուզարկություններն ավարտվել են, առգրավվել են հիվանդանոցի տնօրեն Արմեն Չարչյանին պատկանող համակարգիչը, գումար։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ քննիչները խուզարկություններ էին անում 2025-ի հոկտեմբերի 9-ին հարուցված գործի շրջանակներում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին պատկանող հիվանդանոցում իրավապահների գործողությունները փաստաբանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ։ Բժշկական կենտրոնը գնումներ է կատարում նաև այն ընկերություններից, որոնք պատկանում են հոգևորականներին։ Մինչ այս պահը Արմեն Չարչյանը եւ Իզմիրյան բժշկական կենտրոնի որևէ աշխատակից, սկսած տնօրենից, փոխտնօրենից եւ վերջացած յուրաքանչյուր այլ աշխատակցի հետ կապված որևէ հրավեր վարույթ իրականացնող մարմին որևէ վարույթային գործողության մասնակցելու վերաբերյալ չի եղել։
Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ Պարեկապահակային գնդի նախկին հրամանատար Ռուբեն Մելքոնյանին։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանման մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բռնություն եւ հատուկ միջոցներ են կիրառել ազատության հրապարակում նստածույց իրականացնող խաղաղ ցուցարարների դեմ։ Մեղադրանքն առաջադրվել է այդ ժամանակահատվածում ոստիկանության բարձր պաշտոն զբաղեցրած եւ հրամանատարական կազմում ներգրաված անձանց նկատմամբ։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռոբերտ Մելքոնյանը եղել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային գնդի հրամանատար, իսկ Վալերի Օսիպյանը նրա տեղակալ։ Слава, я знаю, что ты в отпуске, но... Где полыхнул на этот раз? Հայազգի լրագրող հեռուստատեսային նախագծերի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանի Վարշավա 21 հեռուստասերիալը հաղթող է ճանաչվել Մոսկվայում։ Մեծ երկրի հերոսները ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ քաղաքական այս դրաման արժանացել է լավագույն սցենար եւ լավագույն գաղափար մրցանակին։ Большая честь получить награду именно в этой номинации среди студентов. Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ հենց այս անվանակարգում, այսքան նախագծերի շարքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին իսկապես շատ բարձր պատվի համար։ Մեծ շնորհակալություն Օկո Հարթակին քաղաքական նախագծի նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար։ Իսկ սա իսկապես քաղաքական կինո է, որն այսօր շատ քիչ է։ Этот проект состоялся и он продолжается. Спасибо большое. Իրանում ընթացող անկարգությունների ժամանակ ԱՄՆ-ն հազարավոր Starlink տերմինալներ է գաղտնի ուղարկել, հայտնել է Wall Street-ը հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ըստ աղբյուրի Starlink-ը տեղակայելով Սպիտակ տունը փորձել է համացանցի հասանելիությամբ ապահովել ցուցարարներին, երբ Իրանի իշխանությունները արգելափակել էին։ Պետդեպարտամենտը վերջին ամիսներին գնել է մոտ 7000 Starlink տերմինալ, որի մեծ մասը ձեռք է բերվել հունվարին։ Թերթի աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց չգիտեն նա հաստատել այդ ծրագիրը, թե ոչ։ Այս ամենին զուգահեռ երկրների միջև բանակցությունները դեռևս շարունակվում են։ Թրամփ-Նեթանյահու հանդիպումից հետո Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ Նեթանյահուն իրեն չի համոզել հարվածել Իրանին։ Ես նրանց հետ կխոսեմ այնքան ժամանակ, որքան կցանկանամ, եւ կտեսնենք, կկարողանանք համաձայնության գալ։ Եթե չստացվի, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը շատ ծանր կլինի նրանց համար։ Ես դա չեմ ցանկանում։ On aura demain un groupe de soutien à l'Ukraine avec les Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ճիշտ պահին բանակցել Ռուսաստանի հետ։ Մակրոնի խոսքով եվրոպացիները նույնպես ունեն քննարկելու կարևոր հարցեր։ Դրանք վերաբերում են Եվրոպայի ապագային անվտանգությանը եւ բարգավաճմանը։ Նա նշել է, որ Եվրոպան պետք է հիմա պատրաստվի։ Ավելի վաղ Մակրոնն այսպես կոչված տեխնիկական քննարկումներ էր ունեցել Ռուսաստանի հետ։ Ըստ վերլուծաբանների եվրոպական առաջնորդները մտահոգված են, որ չեն մասնակցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին։ Նրանք չեն ցանկանում դուրս մնալ խաղաղության գործընթացից։ Merci beaucoup. Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային շուրջ 443 միլիոն դոլարի նոր ռազմական աջակցություն հատկացնելու մասին։ Այս գործարքի շրջանակում Ֆրանսիան եւս կերաշխավորի լրացուցիչ վարկ ֆրանսիական պաշտպանական արդյունաբերությունից սպառազինություն գնելու նպատակով։ Կիևը ձեռք կբերի մեծ քանակությամբ օդցամաք դասի զինատեսակներ եւ հետախուզական ժամանակակից սարքավորումներ։ Ռազմական օգնությանը զուգահեռ Վաշինգտոնն առաջարկել է հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում կազմակերպել բանակցությունների նոր փուլ։ Ուկրաինան արդեն հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը, սակայն ռուսական կողմը դեռևս վերջնական պատասխան չի տվել։ Կողմերի միջև հիմնական տարաձայնությունները շարունակում են մնալ տարածքային զիջումներն ու անվտանգության երաշխիքների հարցը։ Եվրամիությունում ոչ բոլորն են դրական տրամադրված Ուկրաինային տրվող մեծ քանակի օգնությամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրուկ քննադատել է Եվրամիությանը արագացված կարգով անդամակցելու Կիևի պահանջները։ Նա շեշտել է, որ անդամակցության պայմանները սահմանում են բացառապես միության անդամ պետությունները, այլ ոչ թե թեկնածու երկրները։ Պորտուգալիայում տեղացած հորդառատ անձրևներն աղետի պատճառ են դարձել։ Մոնտեգու գետը վարարել է, տարհանվել է մոտ 3000 բնակիչ։ Ամբողջ երկրում տարերքը խլել է ավելի քան 16 մարդու կյանք։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Դադարեցվել է դպրոցների աշխատանքը, փակվել է նաև շուկան։ Երկրի 69 համայնքում հայտարարված է արտակարգ դրություն։
NASA-ն եւ SpaceX ընկերությունը նախապատրաստվում են տիեզերագնացության հերթական կարևոր քայլին՝ Crew 12 առաքելության մեկնարկին։ 4 տիեզերագնացները հասնելով միջազգային տիեզերակայան կփոխարինեն նախորդ անձնակազմին։ Նրանք կայանում կլինեն շուրջ 6 ամիս, իրականացնելով ավելի քան 200 գիտական փորձարկում։ Կուսումնասիրվի, թե ինչպես է մարդու օրգանիզմը դիմանում տիեզերական երկարատև թռիչքներին եւ նոր տեխնոլոգիաներ կփորձարկվեն, որոնք անհրաժեշտ են դեպի Լուսին ու Մարս ապագա թռիչքների համար։ Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութ է թալանել։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա դեպքի վայրից փախուստի դիմել ավանակին նստած։